Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ինչ ճակատագիր է սպասվում Արարատ ցեմենտ գործարանին պետականացվելուց հետո էկոնոմիկայի նախարարը հայտարարություն է տարածել։ Հայկական ծիրանը Եվրոպա է հասնում, բայց ոչ միշտ սպառողի սեղանին, ինչու է հայկական բերքը փչանում ճանապարհին, Եվրոպայում վաճառվում մի քանի անգամ ավելի թանկ եւ պետական աջակցությունը բավարար է արդյոք արտահանողներին ճգնաժամից դուրս բերելու համար։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության մի քանի թեկնածուներ հրաժարվել են մանդատից, ովքեր են նրանք։ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան, ինչ են պահանջում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ այս ամսվա ընթացքում Արարատ ցեմենտը կունենա նոր կառավարիչ։ Մինչ այդ նա ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորել է բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը։ Այլապես կառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության հիմքեր։ Պապոյանն ընդգծել է, որ գործի գիտակ աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել։ Իսկ Առինջ մոլում 10-ից 15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գործընկերոջս հայտնել է, որ ըստ քննչականի այդ տաղավարները գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Տոնոյանի խոսքով փաստաբաններն էլ են զբաղվում այս հարցով, ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Առինջ մոլում մի քանի 100 տաղավար է գործում, որոնց աշխատանքը ստուգումներից հետո չի կասեցվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից։ Նա շեշտել է, որ իր օրը միշտ սկսել է տարբեր կառույցների շինհրապարակներ այցելելով։ Ծառուկյանը հայտարարել է, որ շարունակելու է կառուցել ու հենց Հայաստանում։ Ամիսներ առաջ արտերկրում մի հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչն ինձ պաշտոնապես առաջարկեց Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղը։ Բոլորը զարմանքից շշմել էին։ Մեր տարածաշրջանի երկրներից նման առաջարկ ոչ մեկը չունի։ Հանդիպմանը ներկա իմ գործընկերոջը լիազորեցի սկսել բանակցություններ եւ աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա նույն կերպ ասում եմ, կանգ չառնեք, անկախ բոլոր դժվարություններից կանգ չառնեք։ Ես այդ նախագծում մեկ լումա օգուտ չունեմ, բայց Հայաստանը ունենալու է ահռելի մեծ օգուտ։ Շարունակենք աշխատանքը, շարունակենք աշխատանքը մեր երկրի համար, Հայաստանը կառուցելով է շենանալու։ Իսկ հայ արտահանողներն ամեն օր բախվում են մի նոր խնդրի։ Հայկական բերքը շուկա է փնտրում, իսկ արտահանողը գնորդ։ Ռուսական սահմանափակումներից հետո Եվրոպան ներկայացվեց որպես այլընտրանք, սակայն ճանապարհը դեպի եվրոպական շուկա պարզվեց ավելի երկար, ավելի թանկ եւ հաճախ վնասաբեր է։ Թեմային անդրադարձել է Սեդա Մակարյանը։ Հայկական գյուղմթերքը փչանում է Եվրոպայի ճանապարհին։ Ռուսաստանը չի ընդունում հայկական գյուղմթերքը։ Լարսում կուտակված են բեռնատարները, իսկ Եվրոպան, որը ներկայացվում էր որպես այլընտրանք, դեռ չի կարողանում փոխարինել ռուսական շուկային։ Եթե նախորդ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանվել էր մոտ 3 միլիարդ դոլարի ապրանք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը նվազել է 21.5%-ով։ Ռուսաստանն էլ Հայաստանի արտաքին առևտրում նախկին 35.1%-ի փոխարեն այժմ զբաղեցնում է 28%։ Ամենամեծ հարվածը ստացել է գյուղատնտեսությունը։ Նախորդ տարի հայկական բանջարեղենի գրեթե 98%-ն արտահանվել էր Ռուսաստան, ավելի քան 142 միլիոն դոլարի ծավալով։ Իսկ այս տարվա մայիսից ծիրանի, լոլիկի, վարունգի, ելակի եւ մի շարք այլ ապրանքների արտահանումը կանգնել է լուրջ խոչընդոտների առաջ։ Նույն իրավիճակում են նաեւ ծաղկաբույծները։ 2025 թվականին Հայաստանից արտահանված վարդերի մոտ 90%-ը վաճառվել էր Ռուսաստանում։ Սահմանափակումներից հետո ջերմոցային տնտեսությունները կորցրել են իրենց հիմնական շուկան եւ կառավարությունը ստիպված է եղել ընդունել արտահանման աջակցության ծրագիր, որի ֆինանսավորման մի մասը տրամադրել է Եվրամիությունը։ Շատ լուրջ խնդիրներ ունի հայ արտահանողը, որովհետև Ռուսաստանի սահմանը փակելուց հետո ինչքան էլ որ իշխանությունը ցույց է տալի, որ այ հաղթանակ մտնում ենք եվրոպական շուկա, իրականում այդպես չի։ Եվրոպական շուկայում վաճառվում է կամ վաճառվել է սարսափելի ցածր թվերով ապրանքատեսակներ։
քանակով եւ մի խոսքով այն էլ ինչը որ արտահանվել է պետության կողմից տրվող սուբսիդիայի հաշվին, ինչը կարճաժամկետ հարց լուծող գործառույթ է։ Խնդիրը միայն արտահանման արգելքները չեն։ Նույնիսկ այն բեռները, որոնց արտահանումը չի սահմանափակվել, հաճախ շաբաթներով մնում են ճանապարհին։ Հուլիսի 17-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում հերթի մեջ էր հայկական շուրջ 500 բեռնատար։ Միաժամանակ Ստեփան Դմինդալարս ճանապարհը ժամանակավորապես փակ էր բեռնատարների համար։ Դեպի Եվրոպա արտահանումները նորմալ են ընթանում։ Տենց ինքը տենց արտանում չկա, շատ չնչին, էդի բոլոր նախկինում էլ են եղել անցյալ տարիներում ոչ մի փոփոխությունը, տենց ինչ որ տենց ամպագորգորդ հայտարարությունները ոչ մի բաներ չի համապատասխանում։ Ռուսական կողմը սահմանափակումները բացատրում է Ռուսաստանի տարրական պահանջների խախտումներով, իսկ Հայաստանի կառավարությունը որպես այլընտրանք ցույց է տալիս Եվրոպայի ճանապարհը։ Սակայն այսօր Եվրամիության մասնաբաժինը հայկական արտահանման մեջ ընդամենը 7.9% է։ Թեև Եվրահանձնաժողովը Հայաստանին ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել ռուսական սահմանափակումների հետևանքները մեղմելու համար, արտահանողները վստահեցնում են, եվրոպական շուկա մտնելը դեռևս հեշտ չէ։ Երկար մաքսային ստուգումներ, լրացուցիչ փաստաթղթեր, սահմանային տերմինալներում սպասումներ եւ թանկ փոխադրումներ, այս ամենը բարձրացնում է հայկական արտադրանքի ինքնարժեքը։ Եթե ենթադրենք մտնեն եվրոպական շուկայի սուբսիդիաների հաշվին առնեն, դրանից մենակ պետությունը տուժելու են բոլոր հարկատուները, էլի։ Իսկ տնտեսվարողը պետք է ինքը պետությանը փող տա, ոչ թե պետությունը տնտեսվարողին փող տա, էլի, մի քիչ հասկանում եք, դա նորմալ չի։ Ու այս պարագայում դրա համար եւ ծաղկի աճեցնողներն են կանգնած փաստի առաջ ու տոննաներով ծաղիկներ են, հազարավոր քանակությամբ ծաղիկներ են այրում, ոչնչացնում։ Եվ լոլիկն այսօր սուպերմարկետներում միջև 90 դրամ գնանկում ունենում։ Թանկացման հետևանքն արդեն տեսանելի է նաև եվրոպական խանութներում։ Գերմանիայում բնակվող հայերը պատմում են, հայկական ծիրանի 1 կիլոգրամը վաճառվում է 10-ից 15 եվրոյով, մինչդեռ նույն խանութներում իսպանական ծիրանի գինը մոտ 2 եվրո է։ Իսպանական ֆարալյա տեսակի խոշոր ծիրան է մառել 2 կիլոգրամանոց արկղը 3.99 եվրո, այսինքն 1 կիլոգրամը 2 եվրո, ինչը Գերմանիայի համար բավականին էժան է։ Մի քիչ թերահավատորեն էի մոտենում, որովհետև իսպանականն ու իտալականը միշտ անհամեն, բայց այս անգամ իրոք լավն էր։ Հայկականը Գերմանիա հասնում է 1 կիլոգրամը 10-ից 12 եվրոյով, լավագույն դեպքում թող ԵՄ-ի աջակցությամբ կես գնով բերեն, դառնա 5-ից 6 եվրո։ Որպես հայկական ապրանք այստեղ հայերով կարող է 1-2 կիլոգրամ առնենք, բայց այլազգիների համար հայկականն ուղակի մրցունակ չի։ Չգիտեմ ինչ գնով պետք է առնեն տեղում, որ 2-3 եվրո վաճառքի գին ստանանք։ Միաժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Եվրոպա հասած հայկական ծիրանի մի մասը փչացել է։ Էկոնոմիկայի նախարարությունից ասացին, նման տեղեկություն չունեն, իսկ արտահանողների բարձրացած խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Գերատեսչությունում նշեցին, որ համապատասխան բաժնի ղեկավարը արձակուրդում է, իսկ փոխնախարարը զբաղված։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Արմավիրի և Արարատի մարզերի ձկնաբույծներն էլ ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Նրանք պնդում են, որ այս պահին չեն կարող հայկական ձուկ արտահանել եվրոպական շուկա և ոլորտը կառավարության լրացուցիչ աջակցության կարիքն ունի։ Ձկնաբույծների խոսքով վարկային պարտավորություններ ունեն, իսկ որոշ տնտեսություններ կանգնած են փակվելու և ձկնաբուծարանները կորցնելու վտանգի առջև։ Մայիսի կեսերից արդեն Ռուսաստանի Դաշնություն ձուկ չի արտահանվում, դաժե իմ գործընկերներից կա կազմակերպություններ, որ 3-4 մեքենա ձուկ հետ են բերել ճանապարհից։ Շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել, կերակրումները կարելի ասել 70%-ով կրճատել ենք, որը որ նպաստում է ինքնարժեքի բարձրացման, ձկան որակի վատացման, շատ ծանր վիճակում ենք, նես չի, որ նստած ենք եղել ես 2 ամիսա կես, աշխատել ենք էկոնոմիկայի նախարարության հետ, կառուցողական խոստումներ են տվել, աշխատանքներ, դաժե նախարարը հրամայել է շաբաթ կիրակի օրերն էլ աշխատել, բայց անարդյունք։ Մենք մի ամիս էլ կարանք ստեղ ապրենք։ Պալատ կեկել կբերենք, ոնց է սաղ աշխարհում։
Այնպես չի որ Ֆրանսիա, Եվրոպայում չէ գնում։ Եվրոպայում ժիլետներ էլ կբերենք, ինչ պետքա կբերենք, հաստատ հավաստացում եմ։ Ձուկ էլ կբերենք, ֆուրերով կլցնենք ստեղ, ինչ պետքա կանենք, ամիսներով կանենք, որ վիճակը շատ վատ է, Ժորժ ջան։ Մենք 3 ամիս, այսինքն գլխի վեր իշտում ենք ներքև ու 3 ամիս մեզ խաբում են։ Ես ենթադրենք 20 տարի է բոքսով եմ զբաղվում։ Այսօր զարթնել եմ, ինձ ասում են եղբայր, դու էլ բոքսով չես զբաղվում, արի գնա ֆուտբոլ խաղա։ Կարամ մի անգամից անցնեմ ֆուտբոլին։ Գործիքական պետքա լինի, շուկայի ուսումնասիրություն պետքա լինի, լոգիստիկ եզրերը պետքա գտնենք, սկսած վարորդներից մինչև վերջի ստացողը, նրանք ամբողջը խնդրահարույց հարցեր են, ամբողջ ծավալով։ Մի գիշերում կարելի է կորցնել տարիների աշխատանքը։ Ռուսաստանի ամենախոշոր առցանց հարթակներից մեկի Wildberries-ի պահեստներին հասցված հարվածներից հետո հազարավոր վաճառողներ բառացիորեն արթնացել են առանց բիզնեսի։ Տուժածների թվում կան նաև հայեր, իսկ փոխհատուցման հստակ պատասխան դեռ ոչ։ Ով է փոխհատուցելու Wildberries-ի մոխրացած պահեստների գինը, ռեպորտաժում։ Ֆուտբոլի մոտ 50 դաշտի տարածք կամ ավելի քան 358,000 քառակուսի մետր տարածք է այրվել Ռուսաստանում ուրբաթ ուկրաինական անօթաչուների հարվածներից։ Միլիարդավոր դոլարների կորուստներ են ունեցել Wildberries-ի աշխատողները, որոնք դեռ ուշքի չեն գալիս կատարվածից։ 10 րոպեում այրվեց մի բիզնես, որը կառուցվել էր տարիներով։ Այրվեց էլեկտրոստալի պահեստը։ Դա այն պահեստն էր, որտեղ գտնվում էր մեր բրենդի ապրանքների հիմնական մասը։ Ինձ համար շատ դժվար է այս տեսանյութը ձայնագրելը։ Ձայնս պարզապես դողում է, ես երբեք նման բան չեմ արել։ Պարզապես շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք, որ դուք կաք։ Բառացիորեն վերջերս մենք ուրախանում ենք ձեր հաղորդագրություններով, որքան նախնական պատվերներ կան։ Ինչպես է աճում մեր բրենդը, իսկ այսօր մենք այն կորցրեցինք։ Մոսկվայի մարզի էլեկտրոստալի եւ Տամբովի մարզի Կոտովսկի լոգիստիկ կենտրոնները ընկերության առանցքային հանգույցներից էին։ Դրանցից մեկը սպասարկում էր Մոսկվան եւ կենտրոնական դաշնային օկրուգի մի մասը, մյուսը տարածաշրջանային մատակարարումները։ Էլեկտրոստալի պահեստը մոտ 250,000 քառակուսի մետր տարածքով Wildberries-ի խոշորագույն տերմինալներից էր։ Փորձագետների գնահատմամբ դրա վերականգնումը կարող է արժանալ տասնյակ միլիարդավոր ռուբլիներ։ Կոտովսկի կենտրոնի մակերեսը մոտ 108,000 քառակուսի մետր է, երկու օբյեկտների վնասված հատվածների ընդհանուր չափը մոտ 358,000 քառակուսի մետր է։ Նախնական հաշվարկով ընդհանուր վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ ռուբլին, որի մեծ մասը կապված է վաճառողների ոչնչացված ապրանքների հետ։ Горит наши товары։ Այրվում են մեր ապրանքները։ Կան զոհեր, բազմաթիվ տուժածներ։ Հսկայական թվով վաճառողներ հիմա գլուխներն են բռնել, որովհետև ինչ-որ մեկի բիզնեսը մեկ ժամում պարզապես այրվել է։ Ինձ մոտ անձամբ էլեկտրոստալի պահեստում էր ապրանքների ավելի քան 50%-ը։ Վաճառողների խմբերում հիմա բոլորը գրում են միմյանց։ Մեկի մոտ այնտեղ ապրանք կար 15 միլիոն ռուբլու, մյուսի մոտ 10 միլիոնի, եւ այսօր շատերը կարող են արթնանալ արդեն սնանկացած վիճակում։ Իմ ապրանքը նույնպես այս գիշեր այրվեց Wildberries-ի պահեստում, իսկ նոր օֆերտայի համաձայն դրա համար ինձ ոչ ոք ոչինչ պարտավոր չէ վճարել։ Այդ պահեստներում մոտ 1.5 միլիոն ռուբլու ապրանք էր պահվում, եւ ֆինանսական պատասխանատվությունը մեզ վրա է մնալու։ Ես նույնիսկ հարցեր չունեմ։ Հույս ունեմ Wildberries-ի ղեկավարությունը ողջամիտ կլինի, նրանք կփոխհատուցեն մարդկանց կորուստները։ Բայց այս թվերի հետևում հազարավոր փոքր բիզնեսներ էին գործում։ Շատերի համար մոխրացած պահեստը նշանակում է ոչ միայն կորցրած ապրանք, այլև կորցրած շրջանառություն, վարկային պարտավորություններ եւ բիզնեսը զրոյից սկսելու վտանգ։ Wildberries-ի պահեստներում կային ոչ միայն ռուս, այլև տարբեր երկրների վաճառողների ապրանքներ։ Դեռ հայտնի չէ, թե քանի վաճառող է տուժել, սակայն արդեն հայտնի է, որ տուժածների թվում հայեր նույնպես կան։ Հեռախոսս ուղղակի պայթում է, թե ինչքան մարդ է ինձ գրում ու զանգում է իրավիճակի հետ կապված։ Ու թե ինչքան մարդ ասում, որ Քրիս, ես քո կողքը կանգնած եմ, շնորհակալ եմ այդ ամեն ինչի համար, բայց ես պատկերացնում եմ հիմա բոլոր են վաճառողների իրավիճակը, ովքեր ունեին ապրանքներ, ու խոսքը չի գնում 100-200 ապրանքի մասին, խոսքը գնում է միլիոնավոր ապրանքների մասին, որը հենց մեկը ես էլ ունեի, միլիոնների ապրանք ունեի պահեստներում։ Չգիտեմ։ Հրդեհից հետո առաջին հարցը, որ հուզում է տուժածներին, այն է, թե ինչու հենց Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները դարձան թիրախ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարվածների ենթարկված լոգիստիկ օբյեկտները օգտագործվել են անօթաչուների արտադրության համար անհրաժեշտ, այդ թվում պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների մատակարարումների համար։ Միաժամանակ այդ պնդումը պաշտոնական բացատրություն է ուկրաինական կողմից։ Հանրային աղբյուրներում այս պահի դրությամբ չկա հրապարակված անկախ ապացույց, որը կհաստատի, թե Wildberries-ի պահեստները եղել են ռազմական
կենտրոնական պահեստներ։ Մյուս կարևոր հարցը փոխհատուցումն է։ Այս պահին վաճառողների կորուստների փոխհատուցման հստակ մեխանիզմ դեռ չկա։ Wildberries-ի օպերատոր ընկերությունը հայտարարել է, որ կաջակցի տուժածներին, սակայն դեռ չի ներկայացրել ծրագիր, թե ինչպես են փոխհատուցվելու վաճառողների ամբողջական կորուստները։ Ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ աջակցություն կտրամադրվի զոհվածների ընտանիքներին եւ տուժած աշխատակիցներին։ Ըստ ընկերության զոհվածների ընտանիքներին նախատեսվում է տրամադրել 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիճակում գտնվող տուժածներին 1 միլիոն ռուբլի։ Վաճառողների դեպքում իրավիճակն ավելի բարդ է։ Շատերի ապրանքները ապահովագրված չեն եղել, իսկ Wildberries-ի պայմանագրային փոփոխություններով անօթաչուների հարձակումների հետևանքները դասակարգվում են որպես ֆորս մաժոր։ Այո, բիզնեսը ռիսկեր է ենթադրում, բայց ամենահետաքրքիրն այն է, որ Wildberries-ը ոչ վաղ անցյալում հրապարակեց նոր պայմանագիր, որտեղ ներառել էր կետ, ըստ որի անօթաչուների հարձակումների հետևանքով առաջացած վնասների դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Վաճառողները պատրաստվում են բանակցել ընկերության ղեկավարության հետ, պահանջելով լուծումներ իրենց կորուստների համար։ Իսկ Բյուրեղավանում իրականացրել են ջրի և կենսաբանական նյութերի նմուշարումներ։ Ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ջրի 14 նմուշարման կետից 3-ում արձանագրվել են շեղումներ, իսկ կենսաբանական նյութերի լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածուներ Ավետիս Առաքելյանը, Գոհար Մելոյանը, Լիլիա Շուշանյանը և Արթուր Դանիելյանը հրաժարվել են մանդատներից։ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ մնալու է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի կազմում։ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմն էլ բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան, ընդդեմ Առաջին Ատյանի դատարանի կիրառած երկամսյա կալանքի որոշման։ Հիշեցնեմ, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով։ Պետդեպը Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է առավել զգույշ լինել և հայտարարել, որ հնարավոր է որոշ թռիչքներ չեղյալ հայտարարեն։ Պետքարտուղարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիներին վերանայել տարածաշրջան այցելելու ծրագրերը։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նրան ներկայացնելու Հեզբոլլահի զինաթափման և Իսրայելի զորքերի Լիբանանի հարավից դուրսբերման ծրագիրը։ Աունը Լիբանանի առաջին նախագահն է շուրջ 20 տարվա ընթացքում, որն այցելում է Սպիտակ տուն։ Մինչ Թրամփի հետ հանդիպումը նա բանակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միջազգային գլխավոր զարգացումների առանցքում շարունակում է մնալ Մերձավոր Արևելքը։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են պատերազմի դադարեցման մասին հնչող հայտարարություններին։ Նրա խոսքով Վաշինգտոնը մի կողմից խոսում է լարվածության նվազեցման մասին, մյուս կողմից շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել տարածաշրջան։ Ի պատասխան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակը մնում է Իրանի միջուկային զենքի ստեղծման կանխումը։ Նրա խոսքով այդ ուղղությամբ արդեն քայլեր են արվել եւ առաջիկա շաբաթներին դրանց արդյունքները կարող են ավելի տեսանելի դառնալ։ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Թեհրանը որևէ երկրից թույլտվություն չի խնդրելու պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար եւ պատրաստ է իր գիտատեխնիկական ձեռքբերումներով կիսվել բարեկամ երկրների հետ։ Արեֆը ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերների առջև ազգային անվտանգության ապահովումը անմիջականորեն կախված է նորարարությունների ներդրման եւ երկրի գիտական ինքնիշխանության ամրապնդման հետ, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն դիմակայել արտաքին ճնշմանը։ Իրանի հարավում Բենդեր Աբաս քաղաքում բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը շենքի մյուս հատվածներ։ Դեպքի պատճառը դեռ հայտնի չէ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում չի ձերբակալվի։ Իսկ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ եթե միջազգային քրեական դատարանը որևէ անձի նկատմամբ ձերբակալման օրդեր է տալիս, ապա այն պետք է կիրառվի։ Նրա խոսքով Նեթանյահուն պատասխանատվություն է կրում Գազայում տեղի ունեցող իրադարձությունների համար։
Չինաստանի նախագահ Սին Ցինփինը հայտարարել է արհեստական բանականության ոլորտում գործակցության նոր կոալիցիայի ստեղծման մասին, որին միացել է 29 երկիր։ Նրա խոսքով արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի միջազգային գործակցության վրա եւ մշտապես մնա մարդու վերահսկողության ներքո։ Թբիլիսիում հորդառատ անձրևները հեղեղել են մի շարք փողոցներ, ինչի հետևանքով դժվարացել է երթևեկությունը։ Որոշ հատվածներում մեքենաները մնացել են ջրի մեջ, մասնագետները զգուշացնում են նոր տեղումների, հնարավոր սողանքների եւ սելավների վտանգի մասին։ Եվ վերջում աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը դիտող զինվորականների վրա հարձակվել են դիմակավորված անձինք, ձողերով եւ մահակներով, տուժել է 6 մարդ, այդ թվում 3 զինծառայող։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը, առայժմ։